ռուս-պարսկական առաջին պատերազմով Արցախի ամբողջ տարածքն անցել էր ռուսական կայսրությանը եւ երկրորդ պատերազմի մեկնարկին, երբ որ պարսկական 60,000-անոց բանակը հագարժառանգ Աբբաս Միրզայի գլխավորությամբ սահմանն անցնում են, նրանք հայտնվում են շատ արագ Շուշիի մատույցներում եւ պաշարում են 48 օր այստեղ գտնվող Կայազորը, որը ռուսական բանակի պարագայում շուրջ 1700 էր եւ 30-ից ավելի գյուղերից հավաքված հայ բնակչությունից էլ ձևավորվել էր 1500-ի հասնող կամավորական ստորաբաժանում եւ փաստորեն քաղաքը դարձել էր մի յուրօրինակ ամրություն, որը ամեն կերպ պահում էր փաստորեն նոր այս հարձակում։ Դե ինչ բերեց փաստորեն նոր իշխանությունը ռուսական կայսրության նոր միջավայրը քաղաքին։ Տեսնում ենք, որ ի սկզբանե ռուսական կայսրության պայմաններում Շուշին դիտարկվում է որպես կարևոր ամրություն, որը բնականաբար այլևս չէր կարող ունել նախկին խանական ադմինիստրացիայի իշխանության ներքո։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։